ինչ որոշում կկայացներ քո 100 տարեկանը, եթե հնարավորություն ունենար հետ գալ։ Հա դուք ճիշտ հասկացաք։ Ես վերջին կուրսից որոշել եմ փոխել մասնագիտությունս, ոլորտը առհասարակ ու սկսել ամեն ինչ զրոյից։ Ամենաբարդ բաներից մեկը հենց այդ որոշելու process-ն էր ու այդ որոշման մասին ասելու process-ն էր։ Եվ ում է թե ընթացքը ավելի դժվար է, հա շատ դժվար է նաև ընթացքը, բայց հենց այն որ գիտակցում ես, որ ինչ-որ բան են չի ու դու ուզում ես փոխել, այդ գիտակցումը, որ լավ ես ինչ պետք է անեմ, այն պանիկան, որ քեզ պատում է, այդ ահավոր է ուղղակի։ Գիտակցում ես որ քեզ քննադատելու են, քեզ փորձելու են համոզել հակառակը, բայց նաև հասկանում ես, որ այդ ուղղությամբ գնալը շատ բարդ է լինելու ու մի օր sense tendency դու ուզենալու ես փոխես ու ինչքան շուտ այդքան լավ, առհասարակ ցանկացած բանում ինձ թվում է շատ դժվար է որոշում հենց այդ որոշման process-ը, դա կլինի մասնագիտություն փոխել, աշխատանքից դուրս գալ, ամուսնուց բաժանվել, գուցե վստահ եմ, որ շատերը կամ անցել են այս ամենի միջով, կամ կուզենային անցնեն ուղղակի ինչ-ինչ պատճառներով ռիսկի չեն դիմել ու չեն անցել, բայց ինչ որ կետի փոշմանել են, որ այդ ռիսկին չեն գնացել։ Ու այն ընթացքում, երբ որ հերթը մերն էր որոշելու, գնում էր համատարած քարոզ ծրագրավորման, ուրիշ ապագա գոյություն չունի։ Անգամ գրականության ուսուցչուհի ունենք, ով ասում էր, եթե չեք ուզում իմ օրը ընկնեք, ծրագրավորող դարձեք։ Բայց բոլորը ծրագրավորող չէին դառնալու, չէ։ Չի կարելի մարդուն ասել, թե ինքը ուր գնա։ Ինչևէ, ես սկսել եմ բավականին բացահայտել այլ մարդկանց, ովքեր եղել են տնտեսագետ, բայց դառել են ստիլիստ, եղել են ֆինանսիստ, բայց դառնում են դերասան։ Գնալով ավելի բացահայտում եմ այդպիսի մարդկանց, ովքեր նույնպես եղել են նմանատիպ քարոզների զոհ։ Կամ գուցե իրենք իրենց են ստիպել սկզբում ինչ-որ բան, հետո որոշել են, որ ավելի լավ է գնալ այն ճանապարհով, որով որ ուզում են գնալ։ Սովորելուն զուգահեռ ես անընդհատ տարբեր բաներ փորձում, օրինակ սկսեցի բլոգ վարել, սկսեցի տարբեր տեղեր աշխատել, տարբեր չափի մինչև $1000 գումար ստանալ աշխատավարձ, ինչպես նաև փորձել ինձ բիզնեսում, ռոզնիցայի վաճառքի իրերի եւ ձախողել բիզնեսը, կորցնել մեծ գումարներ ու սենց փորձությունների միջով անցնել, չնայած ես ուրախ եմ, որ այդ ամեն ինչը այդ տարիքում եղավ։ Իհարկե այդ փուլերից ես լիքը բան սովորեցի, բայց կարևոր էր այդ ընթացքում հասկանալը, թե ես ինչով եմ ուզում զբաղվեմ, ինչն է ինձ հետաքրքիր, ձախողելը շատ բարդ էր, բայց ես այդ ընթացքում հասկացա, թե ինչն է ինձ հետաքրքիր, ինչ եմ ես ուզում ու որն է այն ուղղությունը, որն է այն ոլորտը, որտեղ ես կուզենամ լինեմ, գոնե ոլորտը իմ համար արդեն պարզ էր։ Հասկանալուց հետո շատ բարդ է ինքդ քեզ խոստովանելը ու ուրիշներին ասելը այդ մասին։ Առաջինը խոսացինք մամայի հետ ու իրան նենց ոնց կա ասեցի, երկար խոսացինք եւ որոշեցինք ոնց է լինելու այդ ամեն ինչը։ Տնեցիք իմասով սենց ասած ամեն ինչ կարգին էր, բայց որոշում կայացնելուց հետո էլի մի հատ սենց բարդ փուլ կա ուրիշներին բացատրություններ տալն։ Չգիտես ինչի մարդկանց թվում է, որ դու իրանց պարտավոր ես բացատրություններ տալ։ Իսկ ես կասեմ, որ եթե այդ մարդիկ ձեր ծախսերը չեն հոգալու, ուրեմն իրանց բացատրություններ տալու դու ոչ մի բան չունես։ Վայ Միլենա ջան, ինչ ես խոսում, ախր քո ամուսնանալու տարիքն է, դու պետք է երեխաներ ունենաս, մեր երկիրը պետք է շատ զավակներ ունենա, իսկ դու որոշում ես եւս մի բան սովորել, ամբողջ կյանքում ուսանող չես լինելու, ամբողջ կյանքում չես սովորելու, մի կողմ թող այդ մտքերը, դից լինի 1000 մի բան կարաս փոխես, ոայ չէ, Միլենա ջան, պետք չի։ Ավելի լավ է ամուսնանաս ու երեխաներ ունենաս, ժամանակն է։ Ախր այդքան ժամանակ ես ծախսել, դրա վրա չէ, պետք չի, արի ինձ լսի ու արանենց ոնց ես եմ ասում։ Բարդ ու շտոտա կներես, բայց չէ։ Հասկացա, որ մարդկանց կարծիքները ֆիլտրել է պետք։ Ձևացնել, թե չես լսում հնարավոր չի, չլսել հնարավոր չի, խուսափել հնարավոր չի։ Տարբերակ է լսելը, բայց հետո արդեն ֆիլտրելը, թե որը լսես, որը չէ։ Չազդվել դրանից ու չթողնել, որ դա ազդի քո որոշման վրա։ Այս փուլում ես մի բան հայտնաբերեցի, որը չգիտեմ էլ ոնց է կոչվում, ու առհասարակ տենց ինչ-որ բան կա թե չէ, բայց ինքը բավականին հետաքրքիր փորձառություն էր։ Բայց այս մեթոդի շնորհիվ ցանկացած դեպքում հայացքը տարբեր երևույթների իրերի դառնում է այլ ու ավելի հետաքրքիր։ Հակում ես աչքերդ ու պատկերացնում, որ դու արդեն 100 տարեկան ես։ Ու 100 տարեկան դու հնարավորություն ունես հետ գնալ այն տարիքը, որում հիմա ես, եւ որոշում կայացնել։ Ինչ որոշում կկայացներ քո 100 տարեկանը, եթե հնարավորություն ունենար հետ գալ։ Վստահ եմ, որ շատերի մոտ այդ որոշումը չէր լինի այն որոշումը, որոնք իրանք կայացնում էին հիմա։ Ու
Այս երբ որ պրակտիկ փորձում ես, հնարավոր է հուզվեք, հնարավոր է լացեք, բայց ամեն դեպքում ինքը այնքան բաների ստիպում է, որ ուրիշ ձև նայես ու ուրիշ ձև ես ընկալում, որոշումներդ սկսում են փոխվել։ Ինչ խորհուրդ կտար ինքը, եթե հիմա լիներ այստեղ։ Հիմա հետ ենք գալիս իրականություն, երբեմն մարդկանց լիքը որոշումներից հետապահում հենց վախենալը այլ մարդկանցից ու այլ մարդկանց կարծիքներից։ Մտածելով, որ իրանք ամեն դեպքում ավելի շատ բան են հասկանում, գիտեն ինչ են ասում։ Ես այդ որոշումը կայացնելուց գիտակցել եմ, որ զրոյից սկսելը շատ դժվար է, ու մինչև այսօր դա շատ դժվար է։ Հիմա ես ունեմ փորձ իմ ուզած ոլորտում, ես ունեմ կրթություն իմ ուզած ոլորտում եւ շարունակում եմ կրթվել եւ վերցնել նոր գործեր, բայց այդ ամեն ինչը իհարկե շատ դժվար է։ Այնց չի, որ ցենց որոշեցիր ու ամեն ինչ հեշտ լինելու է, չէ, այնց չի, բայց այնց չի, որ այն ճանապարհը, որով դրանից առաջ էիր գնում, այնց էլ հեշտ չէր լինելու, երբեք չես կարող ասես, թե երբ ու ինչ կլինի։ Եթե սառը դատենք, իմ բոլոր քայլերը եղել են անդրամաբանական ու սխալ։ Բայց ես որոշեցի լինել այն աղջիկը, ով ռիսկի է գնացել, գուցե նաև սխալվել է։ Լինել այն աղջիկը, ով թողեց 3 անգամ ավել աշխատավարձը ու գնաց աշխատելու 3 անգամ ավելի քիչ աշխատավարձով։ Հատուկ սկզբից եք սկսում, բայց փորձից ու գիտեք բաներ, որ ցանկացած տեղ նույնն է։ Այսօր ես ուզում եմ ձեզ պատմել այս մասին ու այս թեմայի մեջ տարբեր վիդեոներ կան իմ ալիքում, նկարագրությունների բաժնում կդնեմ լինկերը, կարող եք մտնել ու նայել։ Վերջերս ես բացեցի նաև անգլերեն YouTube-յան ալիք ու գիտեմ, որ իմ անգլերենը այնց չի, որ իդեալական է, լիքը թերություններ ունի, բայց ես սկսել եմ ու հույս ունեմ կաջակցեք ինձ, շնորհակալ եմ այն բոլոր բաժանորդագրվողներին, ովքեր բաժանորդագրվել են, լայքել են առաջին վիդեոն։ Եթե դու նոր ես այստեղ, նաև բաժանորդագրվիր իմ անգլերեն ալիքին, որը 2025-ի իմ նպատակներից է։ Ես ուզում եմ, որ մենք բոլորս սովորենք մեր ձայնը անջատել կողքի աղմուկից եւ չթողնել, որ անգամ մեզ չսիրող մարդկանց կարծիքները ազդեն մեր վրա։ Եթե քեզ դուր եկավ այս վիդեոն, այս թեման կամ ինձ լսելը, ծախմիր զանգակի կոճակը, որ բաց չթողնես հետագա վիդեոները, իսկ մենք կհանդիպենք շատ շուտով։